Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալն ընդամենը մի քանի օր է ինչ էկրաններին է, բայց արդեն հասցրել է ամուր տեղ գրավել հեռուստադիտողի ուշադրության կենտրոնում։ Սերիալը դիտվում է մեծ հետաքրքրությամբ, քննարկվում սոցիալական հարթակներում և ամեն նոր սերիայով ավելի է խորացնում իր ազդեցությունը։ Աչք շոյող կադրերը, ճիշտ ընտրված տեսողական լուծումները, լարված ռիթմը և ամենակարևորը՝ մտածված սցենարը հստակ ցույց են տալիս, որ սա երկար ճանապարհ անցնող ռեյթինգային նախագիծ է լինելու։ Պատմությունը զարգանում է միանգամից մի քանի ուղղությամբ, առանց շտապելու, բայց մշտապես պահելով լարվածությունը։ Մարկը, կամ ինչպես հիմա են նրան կոչում Վովան, վերադարձել է Մոսկվայից և պատրաստվում է կարևոր մենամարտի։ Նրա կերպարում զգացվում է կոշտություն, փակվածություն և ներքին լարվածություն։ Նա չի պատկերացնում, որ այդ մենամարտը լինելու է ոչ միայն մարզական փորձություն, այլ ճակատագրական հանդիպում իր իսկարյան հետ։ Զուգահեռ զարգանում է Դավիթի պատմությունը, որը սերիալին տալիս է մարդկային ջերմություն ու խորք։ Նրա բարությունը կրկին ապացուցում է, որ այս աշխարհում հաճախ հենց բարի մարդիկ են տուժում։ Փորձելով պաշտպանել փոքրիկ տղային և դեմ գնալ հացի փռի տիրոջ անարդարությանը, Դավիթը կորցնում է աշխատանքը։ Պապի խոսքերը՝ իր բարության ձեռքկրակն ընկել, դառնում են սերիալի փիլիսոփայական առանցքներից մեկը։ Դավիթը մարմնավորում է այն կերպարը, ով չի կարող անտարբեր անցնել անարդարության կողքով, անկախ հետևանքներից։ Լեոն, որպես ավագ եղբայր, փորձում է սատարել Դավիթին, ուժ տալ և համոզել, որ չվերադառնա նույն աշխատանքին։ Նա վստահ է, որ Վովայի հետ մենամարտից հետո իրենց կյանքում ֆինանսական խնդիրներ չեն լինելու, սակայն այս վստահությունը հիմնված է անտեղյակության վրա։ Լեոն նույնիսկ չի կասկածում, թե ով է իրականում Վովան և ինչ կապ ունի նրա հետ։ Այս անգիտությունը սերիալին տալիս է ուժեղ դրամատիկական լիցք, հեռուստադիտողը գիտի այն, ինչ հերոսները դեռ չգիտեն։ Հունանի կերպարը շարունակում է մնալ մութ ու վտանգավոր։ Նա ունի իր ակումբը և առանց ճանաչելու Լեոյին որոշում է օգնել նրան կարիերայի հարցում։ Սակայն ակնհայտ է, որ այդ օգնությունը բոլորովին էլ անկեղծ չէ։ Հունանը միշտ գործում է հաշվարկով և յուրաքանչյուր քայլ ունի իր շահը։ Նրա ներգրավվածությունը Լեոյի կյանքում նոր վտանգներ է ստեղծում, առանց տղայի գիտակցելու, թե ինչ խաղի մեջ է մտնում։ Հատկապես լարված է այն տեսարանը, երբ բոլոր բռնցքամարտիկները հավաքվում են մեկ վայրում։ Այդտեղ են նաև Ավոն և Հունանը։ Մթնոլորտը խտանում է, լռությունն ավելի խոսուն է դառնում, քան բառերը։ Պարզ երևում է, որ Ավոն ճանաչում է Վովային։ Նրա հայացքը, պահվածքը հուշում են, որ անցյալը դեռ փակված էջ չէ։ Ամեն ինչ տանում է այն մտքին, որ հենց Ավոն է տարիներ առաջ Հունանի հետ միասին վերցրել երեխային և տվել այլ կնոջ խնամքին։ Այդ գաղտնիքը կախված է օդում և պատրաստ է պայթել ամենաանսպասելի պահին։ Գոյամարտն այս փուլում արդեն հստակ ցույց է տալիս իր ուժը։ Սա սերիալ է, որտեղ մարդկային հարաբերությունները, բարությունն ու դաժանությունը, սերը և շահը խաչվում են միմյանց հետ։ Յուրաքանչյուր նոր սերիա մոտեցնում է ճշմարտության բացահայտմանը, բայց միաժամանակ խորացնում է հակամարտությունները։ Հեռուստադիտողը զգում է, որ առաջիկայում սպասվում են ծանր բացահայտումներ, կոտրված ճակատագրեր և մենամարտեր, որոնք դուրս են գալու ռինգի սահմաններից դուրս։ Հեռուստասերիալում իսկապես լարվածությունը գնալով մեծանում է։ Ու մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, արդյոք իսկապես Հունանն ու Ավոն գիտեն, թե ով է Վովան, քանի որ նրանց հայացքներից պարզ դարձավ, որ նրանք միմյանց ճանաչում են։ Բայց սա ընդամենը ենթադրություն է և ընդամենը մի քանի ժամից պարզ կլինի, թե ինչ կապ ունեն նրանք միմյանց հետ, բայց որ երկու եղբայր ռինգում դուրս են գալու միմյանց դեմ, դա փաստ է, ճակատագրի հեգնանք, թե անցյալի վերադարձ։ Չէ՞ որ մի օր պետք է պարզվի, թե ով է Վովան։ Արդյոք հենց Հունանն ու Ավո՞ն են երեխային վերցրել ու տվել այն կնոջ, ով նրան պահել ու մեծացրել է, թե ինչ է տեղի ունեցել, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ կինը տեղյակ է Վովայի ծագման մասին, դա ևս փաստ է։ Իսկ գեները խոսում են Ռաֆի որդիների արյան մեջ։
Դե ինչ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, ստացեք տեղեկատվությունն առաջինն ու չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս սերիալում որ կերպարին եք հասցրել ամենաշատը հավանել և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կբացենք շատ հետաքրքիր գաղտնիքներ և տեղեկատվություն, որը հեռուստասերիալի մասին է և ոչ միայն։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին, նոր կերպարներին, նոր դերասաններին և իհարկե անհամբերությամբ սպասում են, թե երբ Ռոզա Դավթյանը կհայտնվի հեռուստասերիալի դերասանական կազմում։ Դե ինչ, սպասենք հետագա զարգացումներին, հուսով ենք շատ չենք սպասի։